Սիրելիներս, քանի դեռ ամառ է, ուզում եմ ձեզ ներկայացնել այս համեղ ամառային աղանդերը։ Աղանդերի համար ունեմ այս հարմարավետ բաժակները, ամանները, որի և չափն է հարմար, և տեսքն է գեղեցիկ լինում։ Ունեմ պատրաստի ժելե, դոնդող և պատրաստելու եմ կաթով դոնդող։ Քանի որ պատրաստի ժելեն բավականին շատ էր, որպեսզի չփչանա, ուզում եմ նոր շունչ տամ, որպեսզի տեսնեք էդպես էլ է հնարավոր և ներկայացնեմ ձեզ։ Յուրաքանչյուր 100 գրամ ջրին կամ կաթին ավելացնում ենք 1 ճաշի գդալ ֆրանսիական կամ իտալական ժելատին։ Այստեղ ամանս մի քիչ փոքր է, հիմա կդատարկեմ։ Ահա, այստեղ կխառնեմ, կլուծվի, կթողնեմ, որպեսզի ամբողջ կաթը ժելատինը ներծծի իր մեջ, ուռչի։ Կթողնեմ կաթով ժելեն մինչև պատրաստ դառնա։ Այստեղ ուզում եմ միրգ կտրատեմ, դեղց եմ կտրատել և կտրատում եմ նեկտար։ Ցանկալի է լինի փոքր կտորներ, որպեսզի ուտելուց հարմար լինի, գդալով ժելեն վերցնելուց, դոնդողը ուտելուց, յուրաքանչյուր գդալի այդ բաժնի մեջ 1 կամ 2 կտոր դեղց հանդիպի։ Տեսեք, ժելատինը ուռչել է, հիմա յուրաքանչյուր 100 գրամին ավելացնում եմ 1 սուրճի բաժակ շաքարավազ և էսենցիա։ Դնում ենք գազին, երբ շաքարավազը հալվում է, անմիջապես վերցնում եմ, չենք թողնում եռա, որովհետև օգտակար հատկությունները կվերանան և իմաստ էլ չի լինի արդեն այդ դոնդողը ուտելու։ Յուրաքանչյուր ամանի մեջ առաջի շերտը մի քանի հատիկ կտրատած միրգ ենք լցնում և 1 սանտիմետրի չափով ավելացնում ենք պատրաստի հալված ժելեից։ Սիրելիներս, պնդացած ժելեն կարող եք դնել միկրոալիքային վառարանում, շատ քիչ, կարճ ժամանակում, չեմ կարող ասել 2 րոպեում, արագ հալվում է։ Երբ սկսի հալվելը կվերցնեք, ինքը արդեն այդ ամանի տաքությունից ավելի շատ կհալվի։ Լցրած բաժակները տեղափոխում ենք սառնարան, կսառի, սառելուց հետո հանում եք, եթե ցանկանում եք ձևավորում տալ, ապա այսպես բաժակները թեքությամբ դասավորում եք իրար վրա։ Այստեղ մի քանիսը կլցնեմ ուղիղ շերտերով կաթով դոնդողը, իսկ մի երկուսն էլ թեք վիճակում կդնեմ, որպեսզի տեսքը գեղեցիկ լինի և տարբերվող։ Այ տեսեք, շատ չեմ հալացնում, որպեսզի հենց այս վիճակը լինի, համարյա սառած է։ Սա լցնելուց հետո, երբ տեղափոխում եմ սառնարան, 10 րոպեից արդեն ամբողջությամբ պնդացած է լինում և գործս ավելի հեշտանում է, տեսեք։ Այսպիսի տեսք ունեն։ Հիմա կլցնեմ նաև կարմիր դոնդողից, որպեսզի եզրերը հավասարվեն այս թեքածների և գեղեցիկ ձևավորում ստանանք։ Տեսանյութի ներքևում մի քանի դոնդողի պատրաստման ընթացք, եղանակ, տեսք կտեղադրեմ այդ տեսանյութի հղումները, կարող եք մտնել և նայել, որտեղ նաև մեկնաբանում եմ, թե դոնդողն ինչքան օգտակար է և ինչու չի կարելի եռացնել։ Այսպես մրգերով լրացնում ենք բաժակները և վերջնական տեսքը տալիս ժելեով աղանդերի։ Տեսքը շատ գեղեցիկ է և ասեմ համնել էին շատ հավանել, որովհետև ելակի համ ուներ, դոնդողը ավելացրել էի ելակի էսենցիա։
Մի խոսքով, սիրելիներս, շատ համեղ է ստացվում, բաղադրատոմսը դուք էլ վերցրեք և փորձեք, սուրճի սեղանին շատ գեղեցիկ է լինում, երբ հյուրասիրության ժամանակ թեկուզ մի 5 կամ 6 այսպիսի փոքրիկ բաժակներ ձևավորում են սեղանը։ Եթե հավանեցիք տեսանյութը, տեսանյութի ներքևում գրեք, ես մեծ սիրով կարդում եմ, իսկ ձեզ մաղթում լավ օր։